Բաքվի բանտում գրեթե 1.5 ամիս առաջ հացադուլ սկսած լիբանանահայ Վիգեն Էլջեքյանի ընտանիքը մինչ այս պահը տեղեկություն չունի նրանից, նրա առողջական վիճակից։ Վիգենի կինը Լինդա Իմանը նույնիսկ չգիտի, ամուսինը շարունակում է, թե դադարեցրել է հացադուլը։ Կինը մտավախություն ունի, որ հացադուլի հետևանքով Վիգենի առանց այդ էլ վատ առողջական վիճակը սրվել է ու նա համարժեք բուժօգնություն չի ստանում։ He spoke to me on the phone. Only he said, Linda, it's me, I'm vegan. I have stopped eating for 15 days for now. Երբ նրա հետ խոսում էի հեռախոսով, նա միայն ասաց, որ թույլ է եւ արդեն 15 օր է ինչ հաց չի ուտում։ Ասաց, որ հեռախոսը տվել են իրեն մեզ հետ խոսելու համար։ Նա ասաց, որ չի հասկանում ինչ է կատարվում։ Կարմիր խաչը չի այցելում իրենց։ Ես կարողացա նրա հետ խոսել ընդամենը մի քանի րոպե։ Տպավորություն էր, կարծես ցանկանում էր լացել, քանի որ ինձ երեխաներին շատ է կարոտում։ But he want to cry, because he miss us too much. Իմանն ահազանգում է Վիգենի կյանքը վտանգի տակ է, ամուսնու հետ 25 օր առաջ է խոսելիս իմացել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան չի այցելել գրեթե 2 ամիս։ Էլջեքյանը գերեվարվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից ժամեր անց Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը տարհանել։ 4 տարի առաջ Բաքվում նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել, մեղադրելով վարձկանության ու ահաբեկչության համար։ Վիգենի հարազատները շարունակում են հայտարարել, որ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել մշտական բնակության եւ որևէ առնչություն չունի վարձկանության հետ։ We spoke via ICRC from 3 months, but like 25 days. He spoke to me from prison when he is on hunger strike. Մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նրա հետ խոսել ենք 3 ամիս առաջ, բայց 25 օր առաջ էլ նա բանտից է խոսել ինձ հետ, երբ հացադուլի մեջ էր։ Երեք իմացա, որ իմ ամուսինը պետք է հիվանդանոցում լիներ։ Ես ուղիղ զանգեցի Կարմիր խաչ։ Նրանք էլ զանգեցին բանտ։ Բանտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ ամուսինս մեջքի ցավից է տառապում եւ բանտի բժիշկն է նրան տեսակցել։ Փոխանցեցին, թե նա լավ վիճակում է, բայց ես մտահոգվում եմ, քանի որ չեմ հավատում ոչ ոքի, քանի դեռ չեմ խոսել ամուսնուս հետ։ Ես չեմ կարող ասել, որ Կարմիր խաչը ստում է, բայց ես միայն ցանկանում եմ խոսել իմ ամուսնու հետ, իմանալու համար նա լավ է, թե ոչ։ I don't say that ICRC lie or anything, no, but only I want to speak with my husband to know if he is okay, because I feel bad. So bad. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր Ազատությանը հաստատեց, որ միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները վերջին շաբաթներին չեն այցելել Էլջեքյանին։ Միջազգային կառույցից վերջին անգամ մարտին են հաստատել, որ տեսակցել են Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որ կարող է տեսակցել հայ գերիներին ու ապահովել ընտանիքների հետ շփումը։ Թե ինչու միջազգային կազմակերպությանը չի հաջողվում դարձյալ տեսակցել գերիներին, կոմիտեից չեն մեկնաբանում, միայն ասում են, որ նաև այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր միջազգային այս մարդասիրական կազմակերպությունը փակելու մտադրության մասին։ Մեր երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ ընթացքում է, կփորձենք այս հարցով առաջիկայում ունենալ որևէ պատասխան, բայց այս պահի դրությամբ որևէ տեսակցության հետ կապված լուր չունենք, որ հաստատենք։ Կամ մեկնաբանություն նրա առողջական վիճակի մասին, հա։ Որպեսզի կարողանանք մեկնաբանել, մենք պետք է կարողանանք հաստատել այցը։ Նույնիսկ տեսակցության պարագայում մենք սովորաբար որևէ անձի թե առողջական վիճակը, թե պահման պայմանները չենք մեկնաբանում, սա երևի գիտեք, մեր մոտեցումն է ձևաչափ աշխատանքի բոլոր տեսակցությունների ընթացքում այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են եւ հատկապես մարդիկ, որոնք հայտարարում են։ Մինչ այդ Էլջեքյանի կինը սպասում է, որ հնարավորություն կստեղծվի, որ ինքն ու երեխաները գոնե մի քանի րոպե կլսեն Վիգենին, համոզվելու, որ նա լավ է։ Vigen is innocent guy and he have family and must
Վիգենն անմեղ մարդ է, նա ընտանիք ունի, պետք է ազատ արձակվի, մենք նրա կարիքն ունենք։ Պատերազմն ավարտվել է եւ գերիները պետք է վերադարձվեն ընտանիքներին, հավատացեք, մենք շատ վատ վիճակում ենք։ Առանց Վիգեն մեր ընտանիքի երեխաների համար շատ ծանր է։ Believe me, we live in a hard situation. Believe me, without Vigen it's very hard for us, for his children. Բաքվի բանտերում 23 հայ է պահվում, տարեսկզբից Բաքվի ռազմական դատանում ծանր մեղադրանքներով դատում են 16 հայերի, նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, մյուսների դատավճիռներն արդեն կայացված են։ Գերիներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ահազանգել էր իր նկատմամբ խոշտանգումների մասին։ Հայաստանցի ու միջազգային իրավապաշտպանները վստահ են, Ադրբեջանում հնարավոր չէ արդար դատաքննություն իրականացնել էթնիկ հայերի նկատմամբ։